Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունների ինդեքսը կազմում է 56.5%, այն 2014 թվականի համեմատ աճել է 12%-ային կետով։ Ցուցանիշն արձանագրվել է Ամպերախորհրդատվական ընկերության իրականացրած ֆինանսական կարողությունների բարոմետր 2025 երրորդ ազգային հետազոտության արդյունքներով։ 100-ից 80 միջակայքում դա շատ բարձրագույն ուրեմն կարողությունների մակարդակն է։ 80-ից 60 միջակայքում, 60% միջակայքում դա ֆինանսական կարողությունների բարձր մակարդակ։ 60-ից 40 միջակայքում անվանում ենք դրան ֆինանսական կարողությունների միջին մակարդակ։ Վարդան Աղբալյանի խոսքով սա աննախադեպ ցուցանիշ է, ինդեքսը գերազանցել է ոչ միայն 2025 թվականի համար սահմանված 50% թիրախը, այլև 2031 թվականի երկարաժամկետ նպատակը 55%-ը։ Արդեն 2025 թվականին ապահովել ենք 2031 թվականի անգամ թիրախային ցուցանիշը։ Վերջին 5 տարում աճել է առնվազն մեկ ֆինանսական ծառայությունից օգտվող չափահաս անձանց թիվը հասնելով գրեթե 98%-ի։ Դրան նպաստել են կառավարության իրականացրած ծրագրերը։ Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ուրեմն միջոցառումն է աշխատում 2022 թվականից։ Կանխիկ գործառույթների նկատմամբ խիստ սահմանափակումներ են դրվել, դա էլի 2022 թվականից է աշխատում։ Ուրեմն կենսաթոշակները եւ նպաստները անկանխիկ եղանակով վճարման կարգն է հիմա գործում։ Նպաստել է նաև էլեկտրոնային առևտրի եւ կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի զարգացումը, աճել է ապահովագրական, բանկային, ֆինանսական ոլորտների եւ ֆինանսական համակարգի աշտարարի նկատմամբ վստահության մակարդակը։ Վստահության մակարդակը կենտրոնական բանկի նկատմամբ, որը ամենաբարձրն է 75% է կազմում, առևտրային բանկերի նկատմամբ, վճարաշարքային կազմակերպությունների նկատմամբ, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ, այս բոլոր ապահովագրական, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարը, այս բոլոր կառույցների նկատմամբ մեր բնակչության վստահության մակարդակը աճել է։ Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարևորում է բյուջետավորումը եւ պլանավորումը։ Մոբայլ բանկինգից օգտվում է հարցվածների մոտ 46%-ը, 2025-ին պարտք ունի 55.5%-ը։ Նրանց մեծ մասը լավ է պատկերացնում, թե ինչպես պետք է մարել պարտքը, երբ նրա չափը գերազանցում է սեփական հնարավորությունները։ Ֆորմալ աղբյուրներից պարտք վերցնողների քանակը ավելացել է, եթե 2014 թվականին դա 53% էր, հիմա 25 թվականին արդեն 74%։ Հետազոտության ցուցանիշներից մեկի համաձայն Հայաստանի չափահաս բնակչության ընդամենը 28%-ն է կարողանում հաշվարկել պարզ տոկոսը։ Արձանագրվել է, որ վերջին 10 տարում այս կարևոր ֆինանսական գիտելիքի մակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլև արձանագրվել է վատթարացում։ Հետազոտություն, որտեղ աշխարհի 40 երկրներում կար համեմատական տվյալներ պարզ տոկոս հաշվելու հետ կապված, եւ մենք ցավոք սրտի ստորին կամ մեջտեղից ներքև դիրքերում էինք եւ կարծում եմ այս ուղղությամբ մեծ անելիք կա հատկապես հանրակրթական դպրոցներում, մասնավորապես մաթեմատիկայի դասավանդման որակի բարձրացման հետ կապված։ Ավելացել է խնայող մարդկանց թիվը։ 2025-ին խնայողություններ ունեն հարցվածների մոտ 40%-ը, որը 7.9%-ային կետով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Վրիժ Մկրտչյան, Էդգար Դավթյան, լուրեր։